Բարև ձեզ տապուշեցիներ ջան։ Գործընկերուհիս անդրադարձավ այս քանի օրերին հնչող թեզերին։ Ագնեսա ջան, կարծում եմ մերը լրիվ անկեղծ չեն։ Երբ Ռուբեն Ռուբինյանը ասում է մեր թեկնածուն խոսել գիտի, գրել գիտի, կարդալ գիտի, իսկ թվում է այդ ցանկը չեն շարունակում։ Խոսել գիտի, Նիկոլ Փաշինյանը գրել գիտի, կարդալ գիտի, հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմում վախեցնել գիտի, ամբողջ ցանկը հրապարակեք, էլի, թե չէ գրել կարդալը չեք զարմացնի իրականում, բայց ես էլ ուզում եմ անդրադառնամ թեզերից երկուսին իրականում, մեզ ինչ են ասում։ Տեսել եք, չէ, այսօր կադրեր են հրապարակել, ասում են մայիսի 28-ին զորահանդես են անում։ Երևի այլևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի, չեն կարողանում բացատրել այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին, ինչ են արել, ասում են դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ բան կանենք, դրական իմիջ կստեղծենք, կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։ Ժողովուրդ ջան, նա խաբում են, այդ 8 միլիարդով իրանք զենք չեն առել, անգամ պաշտոնական թվերը, որ նայում ես, 1/3-ն էլ չի կազմում, ու մինչև հիմա չեն կարողանում պատասխանել այդ 8 միլիարդը վերջը ինչ են արել։ 8 միլիարդով Հայաստանում հնարավոր է թրիփեր կառուցել, հնարավոր է քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, այս Դիլիջանի թունելը որ կա, չգիտեմ, պարոն նախագահ գործի ասի աշխատանք, քանի հատ այս թունել է հնարավոր կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։ Բայց ամենակարևորը, հիշում եք, ձեզ 2018-ին էլ սուերը ցույց տվեցին։ Շատ տպավորիչ էր։ Այդ սուերը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ինչ պարզվեց։ Պարզվեց դա մեր պատմության և մարդկության պատմության է ամենաթանկարժեք սելֆին էր։ Այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն այդ ինքնաթիռների ֆոնին։ Այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցին, մենք կարողացանք իրենց օգտագործել։ Հիմա ինչ երաշխիք ունեն, որ այն զենքը, այն մեքենաները կլինի, որ անցնելու է հրապարակով, դա օգտագործելու ենք, թե սուերի ճակատագրին են արժանանալու։ Մեկը, որ 100 անգամ մեզ խաբել է, 101-րդ անգամ կարանք իրան վստահենք։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կա։ Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանը գնի աշխարհի բոլոր զենքերը, եթե Նիկոլ Փաշինյանին վստահեն ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Բանակների ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը մեգա պարտվելու է, մեգա կապիտուլյացիա ստորագրելու։ Ինքը ուրիշ բան չի պատկերացնում, ինչ կարելի անել, չի պատկերացնում, որ կարելի է հաղթել, կազմակերպվել, պաշտպանել, չի պատկերացնում, ոնց կարա Ադրբեջանը մի բան ասի, ինքը չանի։ Դրա համար մեզ ՆԱՏՕ-ի բանակներ լինի, չի փրկելու, եթե ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ղեկավարին պիտի փոխենք, որ անգամ բաց զենքերով են, եթե այդպիսին է վիճակը, կարողանանք պաշտպանել երկիրը, որը արել ենք։ Դրա համար փոխենք ղեկավարին, որ պաշտպանենք երկիրը։